Ողջույն, եթերում մոլորակ ռադիոն է։ Ձեզ հետ հարավային դպրոցի երկրորդ դասարանցիներն են։ Մենք սկսել ենք կարդալ Ջանի Ռոդարիի հեքիաթները։ Նրանք շատ հետաքրքիր են ու մի քիչ էլ անսովոր։ Որոշել ենք մեր ամենաշատ դուր եկած հեքիաթները ներկայացնել ռադիոթատրոնի տեսքով։ Այսօր ներկայացնելու ենք 5 արկածները։ 5-ը փախչում էր ու փախչում։ Նրան հետապնդում էին սուր հանումը, բաժանումը, բազմապատկումը։ Իսկ թե ինչ եղավ մեր 5-ի հետ, լսեք մեր եթերում։ Ձեզ բարի ունկնդրում։ Օգնեցեք, օգնեցեք։ Գորալով լեղապատար փախչում էր 5-ը։ Ինչ է պատահել։ Միթե չեք տեսել։ Հանումն ընկել է հետևիցս։ Թե հասավ, կորած եմ, կորած։ Դու էլ բան ասացիր, կորած եմ։ Բայց փորձանքը պատահեց։ Հանումը հասավ 5-ին և սկսեց սրով կտրտել նրան։ Ինչ օրն ընկավ մեր 5-ը։ Դեռ լավ էր, որ այդ պահին նրանց կողքով մի երկար մեքենա անցավ։ Հանումը մի վայրկյանով շուռ եկավ, որ տեսնի կկարողանա դա էլ կարճացնել։ 5 դու 5 փախավ մտավ կողքի շենքի մուտքը։ Միայն թե նա արդեն ոչ թե 5 էր, այլ 4, այն էլ քիթը ջարդած։ Քեզ ինչ է պատահել, կռիվ ես արել։ Վայ, գլուխներդ ազատեք, թե կարող եք։ Այսինչ ձայն էր, վայ, բաժանումն է։ Դժբախտ 4-ը արագ բարիգիշեր շշնջաց ու փորձեց ծլկել։ Բայց արի ու տես, որ բաժանումն ավելի ճարպիկ դուրս եկավ։ Ու մկրատի մի շարժումով շղկ 4-ին ուղիղ 2 կես արեց։ 2 և 2։ Նրանցից մեկին բաժանումը գրպանը դրեց։ Իսկ մյուսը պահը չկորցրեց, դուրս վազեց ու իրեն տրամվայը գցեց։ Դեռ մի րոպե առաջ ես 5 էի, իսկ հիմա տեսեք, թե ես ինչի եմ նման։ Լաց էր լինում 5-ը։ Տոմսավաճառը մրթմրթաց։ Այս խեղճ կրակներն են, որ տրամվայ չեն նստում։ Ասա ոտքով գնացեք էլի։ Ես մեղ չունեմ, ես մեղավոր չեմ։ Բացականչեց 2-ը։ Բա չէ, ես եմ մեղավոր։ Բոլորը նույնն են ասում։ Հենց առաջին կանգառում 2-ը տրամվայից իջավ։ Ոնց էր կարմրել, իսկ կարմիր բազուկ։ Բայց ահա, էլի մի փորձանք, ինչ-որ մեկի ոտքն էր տրորել։ Օ, ներեցեք տիկին։ Իսկ տիկինը բոլորովին չէր բարկացել, ընդհակառակը, նույնիսկ ժպտաց։ Մի տեսե, տիկին բազմապատկումն է։ Նա շատ բարի սիրտ ուներ և շատ էր խղճում նրանց, ում գլխին փորձանք էր եկած լինում։ Բազմապատկումն իսկույն բազմապատկեց 2-ին 3-ով։ Եվ մի հրաշալի թիվ 6 ստացվեց։ Ինչու հրաշալի, որովհետև դա 5-ին գումարածն է։ Ոչ մի ուսուցիչ 6 չի նշանակում, միայն 5-ի կողքին գումարած է ավելացնում։ Ուխ, ինչ լավ է, հիմա ես 5-ին գումարած։ Այսքանը 5-ի մասին։ Սպասեք մեր հաջորդ եթերներին, որ լսեք ավելի հետաքրքիր հեքիաթներ։ Ցտեսություն։